Բարևձեզ, սիրելի հետևորդներս։ Ամառային արձակուրդը սկսավ, աշակերտները ելան իրենց դպրոցներեն, վիճակացույց արին եւ հանգիստի շրջանը սկսավ իրենց համար։ Հուսամ որ ամառը շատ հանգիստ եւ լավ գանցնեն, առույգ եւ ոգևոր վիճակով դպրոց կվերադառնան։ Այսօր ցեզի մեր երկիծափաններն Հակոբ Բարոնյանին մեծաբադիվ մուրացկանները անուն երկիծափանությունեն բզդիկ դրվակը պիտի գարտամ, բայց նախ եւ առաջ քիչմը ծանոթացնեմ Հակոբ Բարոնյանը։ Հակոբ Բարոնյան Ադրիանապոլիսի մեջ ծնած է 1842-ին Ադրիանապոլիսը Էդիրնեն է, աղքատ ընտանիքի մզավակ է, իր ուսումը արած է իրենց ծննդավայրը գտնվող Արշակունյան նախագրթարան է, հետո դարիմը հունաց դպրոց հաջախած է։ Սակայն ինքնաշխատությամբ շատ լեզուներ սորված է, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն եւ անիգա ինքը հաստուցած է։ Ետքը Բոլիս եկած, Իստանբուլ եկած, այն ադենվան մայրաքաղաքը եւ սկսած է ուսուցչագործություն ունել, ուսուցչություն հրած է նաեւ Üsküdarի Ջեմարան վարժարանի մեջ եւ մեծ բանաստեղծ Բեդրոս Տուրյաննա իր աշակերտը եղած է։ Ուրեմն այս ցեզի հիմա պիտի սկսեմ մեծաբադիվ մուրացկանները բզդիկ դրվակը գարտալ, սակայն շատ երկար է, այս մաս պիտի գարտամ, հաջորդինա գեսը պիտի գարտամ, գեսը հիմա գեսնա հաջորդին պիտի գարտամ։ Մեր բանաստեղծը 1891-ին իր կյանքը գործընծուցած է, գիտեք այն ադենվան հիվանդությունը թոքախտն է, ինքնա թոքախտ է վարակվածը լալով մահացած է։ Ուրեմն հիմա սկսեմ ցեզի մեծաբադիվ մուրացկանները քիչ մզանոթացնել։ Թե պիտի խնդանք եւ թե քիչ մը պիտի խորենք։ Հակոբ Բարոնյանին այս քիրքի մեջը Ապիսողոմ աղային կյանքը գվատնե։ Ապիսողոմ աղան դրավիզոնի մեջ վաճառական մնե եւ Բոլիս կուկա իրեն ասկագանները մեգունդունը կդեղավորվի եւ Բոլիսը կշրջիշա գսագայն անորպես հարուստ մեգուն Բոլիս եկածլալը իմացող քաղեցիներ, դեղացիներ ամեննագուկան որ իրմե նյութական օգնություններն է։ Ասիգայի անոնցմե մեկն է։ Ապիսողոմ աղան թեր Բոլիս չեկած իմացած էր թե փերա քաղյական ջաշարան մգար, ֆրանսական ջաշարան, եւ երևելի մարդերը հոնգեր տային ջաշելու։ Միտքը դրավ հիշյալ ջաշարանը երտավ։ Հազիվ դեկանի մկայլ արավ 50 տարեկան բادرդած ակուսներով մեկը թեմը ելավ։ Կարծեմ Ապիսողոն աղանեք։ Այո, ես եմ։ Քանի մվարգյան ցեզի հետ դեսնվիլ գպապակեի։ Նոր դասակիրքեր գրած եմ։ Անոնց մե հայրուրի չափ ցեզի դալ գուզեի։ Եթե այսօր դասակիրքերը չգարենամ քշել, դբարանաբեդը բանտ պիտի տնեզիս։ Թեր դբակրության եւ թուղթի ձախքը վճարած չեմ իրեն։ Դասակիրքն ինչ պիտի ունեմ ես։ Էցեր բարեկամներուն գտակ 600 ոսկի գնե, այդ կմարնալ ցեզի համար մեծ բան չէ։ Քաղյական ջաշարանը որ կողմը գտնվի, ասկից կերտսվի, սիրով կարաչնորդեմ ցեզի հոն, շնորհակալ գլամ։ Կգալենք եւ կխոսենք։ Թասադուներն ասկին ձարաները կհամարվին։
Միջտեր ասկմը անոնցմով առաջ կերտա։ Թասադումը այսօր դբրոցիմը մեջ բաշտոնի գոչվի, եթե քանի մամիս բաշտոն բարե եւ ամսական ուզե գվրնդվի ամսական ուզածլալուն համար։ Ահ, ապիսողոմաղա, չեք գիտեր թե ինչ կկաշեն ոսո թասադուները։ Չեմ գարձեր որ ասոնք իմանալ են ետ թասակիրկես 100 հատ օրինակ չարնեք։ Աս ճաշարանը ասկից շատ երու է։ Չէ, մոդեցանք։ Միայն թասադուները չեն որ այս վիճակի մեջ, անոնք որ քիրկով գսպաղին, թշվառությամբ գսպաղին, հարաճտիմություն գբորան եւ ետ կերտանք։ Լույս գբորանք, թեբի խավար կերտանք։ Աչ կկոչենք, թեբի ծախ կերտանք։ Աբակա գսենք եւ մեր դիմաց անցյալին գվազենք։ Գերագուրներն ինչպես են անճաշարանին, աղեգեն, 100 տասակիրք դուն ғրգեմ թե պատասխանը քանի մորեն գուդամ։ Խոսերով հասամ ճաշարանին արջև։ Հրամեցեք, մդեք, ապիսողոմաղա։ Երկու պարեգամներ գնստին ցեղանիմը արջև։ Մանչուկ մը գպերը գերագուրներուն ցուցակը։ Ապիսողոմաղա թուղթը գարնե, վրան գնայի, կտարցնե, յետևի գողմնալ գնայի եւ սեղանին վրան գտնե։ Ինչպի դուդեք գարցնե թասադուն, միսով գերագուր գուդեմես։ Թասադուն մանչուկը գգանչե եւ գերագուր գաբսպրե, թե ապիսողոմաղային, թե իրեն համար։ Ահա այսպես ապիսողոմաղա։ Թասադուներուն այս վիճակը լսելով չես ցավիր։ Չցավիլնալ խոսք է։ Գվայլե ասկիմը որպես մուրացկանի պես ապրեցնե իր վարժաբետները, չվայլեր։ Եթե կուզեք քիրկերս այս գիշեր դոնը ցկեմ, հիմա գույմա թողմնա, ուրիշ օր մը գխոսինք ասոր վրա։ Մանչուկը գերագուրները գպերը, ապիսողոմաղան երեսը խաչագնքերով, երկու բադար գնե միսը եւ գգլլե։ Կդորմը միսով մարդ գգշտանա, սեսա ամբիդանին որ քիչմը շատ կեկպերը։ Մանչուկը գգանչեն եւ փիլավ գաբսբրվի։ Այսօր ասճա շարունակությունը հաջորդին։ Ցդեսություն բոլորիդա բարի ամար մտողլա։